Մի օր չգիտեմ ինչ որ թեմայի շուրջ մտածում էի եւ որոշեցի գնալ ուղղակի ցերեկվա ժամին աշխատանքի կաբինետից դուրս եկա գնացի պատմության թանգարան։ Երկու բան տեղի ունեցավ, մեկ լույսերը անջատվեց։ Երկրորդը որ տեղի ունեցավ, այնտեղ կար մի քարտեզ, որը ցուցադրված էր, ես հիշում եմ, որ ես պետքա անունը ցուցանմուշի հիշեմ եւ մի քարտեզ էր դրված, որը Հայաստանի հայկական եկեղեցիների քարտեզ էր, որը չեմ հիշում թե շատ ափսոսում եմ, որ չեմ հիշում, բայց հեռախոսից մեջ նկարը կա։ Ինչն էր հետաքրքիր այդ քարտեզում։ Ինչը ինձ հետաքրքրեց։ Այդ քարտեզի ամենակենտրոնում Արագած սարն էր։ Եվ դա ինչ կոնտեքստները 2020 որ թվի, այս տարի էր, հա, ու դա շատ հետաքրքիր էր։ Ես ինչի համար եմ ասում, գիտեք ինչ, մենք իսկապես ինքնաճանաչման խնդիր ունենք եւ հա մենք պետքա գնանք մեր թանգարանենք, պետք է գնանք, պետք է տեսնենք, պետք է մտածենք, պետք է հասկանանք եւ այլն եւ այդպես շարունակ, որովհետեւ մեր մասին մեր պատկերացումները շատ դեպքերում ձևակերպված են Հայաստանի Հանրապետությունից դուրս, հայկական իրականությունից դուրս ընդհանրապես։ Եվ դա մեզ կառավարելու մոդել է, ովքեր են լավը, ովքեր են վատը, ովքեր են բարեկամ, ովքեր են թշնամի։ Ընդհանրապես ես մի նախադասություն կա, բայց որ եկել է, պետք է ասեմ կառավարության նիստում, մտածում եմ, որ երբեք պետք չի ասել, հետո տասնամյակներ անց է պետք ասել։ Մեր արտաքին քաղաքականության եւ ընդհանրապես մեր ռազմավարության մասին խոսելիս եւ նաեւ միջազգային հարաբերությունների մասին խոսելիս մենք շատ բաներ կա, որ վերանայում ենք, ու վերանայում ենք գիտելիքի հիման վրա, շատ կարեւոր է։